կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի։ Կառավարության նիստի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու եւս մեկ անգամ հաստատեց. գնալու է Հովանավանք ու մասնակցելու կարգալույծ Տեր Արամ քահանայի Ավազանի անունով Ստեփան Ասատրյանի պատարագին։ Հովանավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն նրան կարգալույց հրշակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ըստ հայտարարությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին ու ծառայեկից եկեղեցականներին։ Իշտմա ամեն ինչ արդեն իսկ արվածա ու նա արդեն մի ոտքով դուրս է եկել Վեհարանից։ Դա այնքան ակնհայտ է։ Տեղեկություն եք ասում։ Այնքան ակնհայտ է ու Տեր Արամին կարգալույց հայտարարելու այդ բանը ցույց էր տալի հենց դա, որտեվ չէր կարելի այդպես փրփուրներից կախվել, հասկանում եք, ուղղակի չէր կարելի։ Փորձեցինք նաև պարզել, թե ինչպես են վերաբերվում այս ամենի մեր քաղաքացիները եւ արդյոք պատրաստվում են մասնակցել Հովանավանքի պատարագին։ Օրինական չի դառնում էլի ինքը, դրա համար ճիշտ չի մասնակցելու։ Ես հոգեբես մասնակցում եմ եւ միշտ Տեր Արամի կողքին եմ։ Ես միշտ մեր եկեղեցու կողքին եմ։ Չէ, երևի, որտեվ աշխատում եմ, ժամանակ չունեմ, ասեմ։ Այդ սխալություն է, էլի։ Իրաց կողմից էլ, եկեղեցու կողմից էլ հագին բաներ կա, որ ժողովրդի սրտով չի, էլի։ Միքայել եւ Մկրտիչ սրբազանների պաշտպան Արազ Օրաբյանը Facebook-յան գրառմամբ հիշեցրել է խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի B կետը։ Եկեղեցին անջատված է պետությունից եւ պետությունը չի միջամտում եկեղեցու օրենքին համապատասխանող գործողությանը եւ ներքին կյանքին։ Արգելվում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն։ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը իր կահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ հայրենիքը գնում է դեպի ինքնակնդում, իսկ Սփյուռքը ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։